Ողջույն սիրելիներ, քանի որ մեծ պահքը սկսվել է, եկեք պատրաստենք պահքի ուտեստ։ Բուսայուղի մեջ տապակում ենք մանր կտրատած սոխն ու ավելացնում լավ լվացած բրինձը։ Մի փոքր տապակելուց հետո ավելացնում ենք տոմատի մածուկ, օրեգանո, կարմիր և սև պղպեղներ, կիտրոնի հյութ, չորացրած ռեհան, նախապես ջրի մեջ դրված սիսեռ, համեմում ենք աղով և վերջ։ Համեղ միջուկը պատրաստ է։ Սկսում ենք փաթաթելու պրոցեսը։ Մինչև փաթաթելը տերևներն անհրաժեշտ է սառը ջրով լվանալ։ Նաև ունեմ տեսանյութ, թե ինչպես եմ խաղողի տերևները պահում հետո օգտագործելու նպատակով։ Հղումը կթողեմ տեսանյութի ներքևում։ Փաթաթել վերջացնելուց հետո տոլմաները դասավորում ենք կաթսայի մեջ, ամենասկզբում դնելով մի քանի տերև։ Ցանկության դեպքում կիտրոն էլ կարող ենք դնել։ Ավելացնում ենք սառը ջուր ու եփում մարմանդ կրակին, անհրաժեշտ է, որ սիսեռն ամբողջությամբ պատրաստ լինի։ Դե ինչ սիրելիներս, այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։